Իրանի Բուշեհրի ատոմակայանից ռուսական անձնակազմի տարհանման գործընթացի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության 94 քաղաքացիներ Հայաստանի տարածքով տեղափոխվել են հայրենիք՝ Ռուսաստան։ Դաշնության դեսպանատնից հայտնել են, որ Երևանից Մոսկվա հատուկ չվերթով մեկնած Ռուսաստանի քաղաքացիների հետ միասին դուրս են եկել նաև Բելարուսի քաղաքացիներ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք պատրաստ են Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը։ Միաժամանակ կշարունակեն նաև Հեզբոլլահի դեմ ռազմական գործողություններն ու Լիբանանի հետ բանակցությունները։ Մեր եւ Միացյալ Նահանգների նպատակները համընկնում են։ Մենք ցանկանում ենք տեսնել հարստացված ուրանի դուրսբերում Իրանից եւ նրա ներքին հարստացման հնարավորությունների վերացում։ Եվ իհարկե մենք ցանկանում ենք նաև տեսնել Հորմուզի նեղուցի բացումը, ասել է Նեթանյահուն։ Իրանի դեմ պատերազմից ի վեր լիբանանյան Հեզբոլլահ խմբավորումը դարձել է սպառնալիք Իսրայելի համար։ Պաշտպանելով Իսլամական Հանրապետությանը, խմբավորումը վնասներ է հասցրել իսրայելական բանակին։ Նեթանյահուի նպատակը այսպես ասած խաղաղություն հաստատելն է, այնինչ իրականում Հեզբոլլահի զինաթափումն ու Լիբանանից դուրսբերումը։ Նեթանյահուն վստահ է, որ իրենց կհաջողվի Լիբանանի հետ պայմանավորվածության գալ, ինչպես վստահ էր, որ պատերազմի առաջին օրերին Իրանին ծնկի կբերեն։ Տեսնում ենք, որ Իրանը ոչ միայն շարունակում է պատերազմել մինչ օրս, այլ նաև թելադրում է բանակցություններ կլինեն, թե ոչ, մարտերը կշարունակվեն, թե կհաստատվի հրադադար։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը այս ամենի ֆոնին X-ի իր էջում հայտարարել է. Իրանն ու իր աջակից խմբավորումները միասնական են եւ կշարունակեն այդպես այնքան, քանի դեռ ԱՄՆ-ն Իսրայելի սխալ քայլերից հետ չի կանգնել։ Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ հրամայել է Լիբանանի Լիտանի գետից հարավընկած տարածքները վերածել Հեզբոլլահի ոչնչացման գոտու, քանի որ զորքերն այնտեղ լայնածավալ հարձակում են իրականացնում։ Ես հրամայել եմ, որ հարավային Լիբանանի ողջ տարածքը մինչև Լիտանի գիծը վերածվի Հեզբոլլահի ահաբեկիչների ոչնչացման գոտու, ասել է գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը։ Զուգահեռաբար իրանական կողմից էլ հնչել են հայտարարություններ, որոնց համաձայն այս գիշեր Լիբանանում հրադադար կհաստատվի։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով վերջին 6 շաբաթվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում սպանվել է ավելի քան 2100 մարդ, այդ թվում 172 երեխա։ Նախորդին Իսրայելն ու Լիբանանը վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ ուղիղ բանակցություններ են վարել եւ ըստ էության պայմանավորվել միասին պայքարել Հեզբոլլահի դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գողջունի Լիբանանում հրադադարը, Axios-ին ասել է ամերիկացի պաշտոնյան։ Պաշտոնյայի խոսքով ԱՄՆ-ն Իսրայելից չի խնդրել հրադադար հաստատել Լիբանանում եւ դա Իրանի հետ խաղաղության բանակցությունների մաս չի կազմում։ Սակայն Թրամփը գողջունի եւ ուրախ կլինի ռազմական գործողությունների դադարեցման համար, այն ընդունելով որպես Իսրայելի եւ Լիբանանի միջև համաձայնագրի մաս։ Ի դեպ Լիբանանի ղեկավարությունը դժգոհել էր, որ իրենց երկրում հրադադար հաստատելու մասին Իրան-ԱՄՆ համաձայնագրում չեն անդրադարձել։ Նաև պնդել էին, որ Իսլամաբադ բանակցությունների մեկնելուց առաջ պետք է ներառվի նաև այդ կետը։ ԱՄՆ-ն հրաժարվել է Իրանի ռազմածովային շրջափակումը դադարեցնելու վերաբերյալ ժամանակացույց տրամադրել։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի խոսքով Վաշինգտոնն աջակցում է նավարկության ազատությանը, բայց ոչ տանկերների կամ նավերի համար, որոնք օգուտ են բերում Իրանի տնտեսությանը։ Միջոցառումները, որոնք իրականացվում են Իրանի նավահանգիստներում, ԱՄՆ տնտեսական ճնշման արշավի մի մասն են, որը ուղղված է Իրանի նավթի արտահանմանը եւ ֆինանսական ցանցերին, ինչը նպաստել է համաշխարհային մատակարարման կրճատմանը եւ վառելիքի գների բարձրացմանը։ Ի դեպ Լևիթը նաև հերքել է լուրերը, որ իրենք են պաշտոնապես խնդրել Իրանին երկարաձգել հրադադարը։ Իսլամական Հանրապետության դեմ ծովային շրջափակման առաջին 48 ժամվա ընթացքում ԱՄՆ-ն հաջողությամբ կասեցրել է 9 նավերի դուրս գալը իրանական նավահանգիստներից։ 9 նավ ենթարկվել է ԱՄՆ ուժերի հրահանգին, շրջվել եւ վերադառնալ իրանական նավահանգիստ կամ առափնյա գոտի, հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը եւ հավելել, որ ոչ մի նավ չի անցել ԱՄՆ ուժերի կողքով։ Այնուամենայնիվ ծովային հետագծման տվյալները թվում է հակասում են ԱՄՆ-ի պնդմանը։ Երեքշաբթի օրվա հետագծման տվյալները ցույց են տվել, որ իրանական նավահանգիստներից նավարկող առնվազն 3 նավ անցել է Հորմուզի նեղուցը, թեև այդ երթուղով ընթացող որոշ նավեր հետագայում հետ են դարձել։ Ըստ Կայպեր ծովային տվյալների մատակարարի այդ 3 նավերը եղել են Իրանի հետ կապված առնվազն 7 նավերի թվում, որոնք անցել են նեղուցով այն բանից հետո, երբ ուժի մեջ է մտել Վաշինգտոնի շրջափակումը։
Մի խումբ վերլուծաբաններ պնդում են, որ Իրանը կարող է դիմակայել նավթի արտահանման լիակատար դադարեցմանը մինչև 2 ամիս ժամկետով, նախքան արդյունահանումը սահմանափակելուն ստիպված լինելը։ Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ ապրիլի 13-ին ԱՄՆ-ն սկսեց արգելափակել նավագնացությունը երկրի նավահանգիստներից եւ դեպի դրանք։ Շրջափակումը կարող է խոչընդոտել օրական մոտ 2 միլիոն բարել իրանական հում նավթի հասնելուն իր հիմնական գնորդին՝ Չինաստանին։ Իրանն ունի մոտ 90 միլիոն բարել հասանելի ցամաքային պահեստային հզորություն, մոտ 122 միլիոն բարել ընդհանուր հզորությունից։ Իրանը կարող է պահպանել ներկայիս օրական մոտ 3.5 միլիոն բարել արդյունահանումը շուրջ 2 ամիս առանց արտահանման, ինչը կարող է երկարաձգվել մինչև 3 ամիս, օրական 500 բարել արդյունահանման չափավոր կրճատման դեպքում, ասված է զեկույցում։ Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին եւ այլ քաղաքների։ Հաղորդվում է 3 զոհի մասին, որոնց թվում կա նաեւ 12-ամյա երեխա։ Ավելի քան 20 վիրավոր կա, հայտնել են տեղական պաշտոնյաները։ Ժամեր շարունակ Կիևում օդային տագնապ է հայտարարված եղել։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ մի քանի հրթիռներ ընկել են բնակելի շենքերի վրա։ Մայրաքաղաքի հյուսիսային շրջաններից մեկում գտնվող շենքում եւս խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել է շտապօգնության 4 աշխատակից։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նաեւ հայտնել է, որ վաղ առավոտից պարբերաբար հարվածներ են հասցվում մայրաքաղաքին, միացել են տագնապի ազդանշանները բնակիչներին, հրահանգել են իջնել ապաստարաններ։